Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել հասել է Սաղմոսավանք Տերոշին քահանային խրատելու, թե խելքդ գլուխդ հավաքիր։ Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ ԿՊԱ-ական չլինի»։ Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցու մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ, եւ ՀՀ-ում բոլորը ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց, եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին, հայտարարել էր ԱԺ փոխնախագահն ու Արշավեր Սաղմոսավանք։ Նա քահանային նաեւ քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում։ Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխոսնակի պահվածքը։ Մեզ ասացին, որ Տերոշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը, եւ անգամ ԿՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող է Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգևոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Տերոշինը մեծ զրույցում հաստատեց, որ Ռուբինյանի պսակը ժամանակին ինքն է իրականացրել։ Հարցրինք Ռուբինյանն այն ժամանակ քրեական օրենսգիրքն է իրեն հիշեցրել, ինչ որ պրոցես տեղի ունեցել է այս շաբաթներին։ Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես խաղաղ հանգիստ ապրում եմ, ասաց Տերոշինը։ Մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբևեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հենրիխ Դանելյանն էլ Մոսկովյան այցելի։ Նրանց որոշ հրապարակումներից հայտնի դարձավ, որ հանդիպում են ունեցել Պետդումայի գործընկերների հետ, մասնակցել են հանրային խորհրդում կազմակերպված ՀՀՌԴ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին։ Իսկ մյուս կուսակցականները շարունակում են ակտիվ մարզային այցեր իրականացնել։ Կուսակցականների նման ակտիվությունից կարելի էր ենթադրել, որ համապետական ընտրություններին մասնակցելու են, թեև վստահեցնում են, որ որոշում չկա, այս պահի դրությամբ 50-50 է։ ՀՀԿ համագումարին ապրիլի 4-ին թերևս կտրվի այդ հարցի պատասխանը։ Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս ընտրությունները ՀՀԿ-ն բաց կթողնի, բայց շատ ակտիվ կլինի այլ ընդդիմադիր ուժերին խանգարելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգևավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ԿՊ-ին են համակրում։ Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ԿՊ-ի ուրախ ավտոբուսը եւ հատկապես Փաշինյանի անբռնած ոսկերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով կարկանդակ սուջուխ լավաշ ուտում։ Իրար մեջ փսփսում են, թե երբենք խելքը գլխին լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։ Իդեպ ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է, որովհետեւ միջակագրական տնային տնտեսուհին էլ գիտի, որ կարկանդակի նույն պերաշկու խմորի մեջ նաեւ մածուն են լցնում, իսկ պահքի մենյուում պետք է բացառել կենթանական ծագման սնունդը։ Ներկուսակցական ընտրություններում զեղծարարությունների համար ԿՊ նախընտրական ցուցակից վարչության որոշմամբ հեռացված падգամավոր Դավիթ Դանելյանը երեք լրագրողներին թեև վստահեցրեց, թե նեղացած չէ ԿՊ-ից եւ շարունակելու է ճանապարհն իր կուսակցության հետ, սակայն տեղեկացանք, որ անցած շաբաթ ԿՊ-ի Սյունիք այցի ընթացքում նա չի միացել ներկուսակցական քարոզարշավին, ինչպես սովորաբար անում են այլ մարզերից ընտրված падգամավորները, երբ թիմն իրենց մարզ է այցելում։ Ասում են, այն օրը, երբ ԿՊ-ն գնացել է Կապան, կուսակցության տեղի տարածքային կառույցի անդամ Կապանցի Դավիթ Դանելյանը շտապել է Երևան։ Իդեպ Կապանցի Մարինա Ղազարյանը եւս չի միացել թիմին, սակայն ասում են նա Կապանի կառույցից դուրս է եկել եւ տեղափոխվել ԿՊ-ի մասիվի կառույց։